Ուզում եմ մոտիկից ցույց տալ, տեսեք ինչ փափուկ կարկանդակներ ենք սնկով ստացել։ Խնդրեմ։ Վայ չուտողին, գնանք պատրաստենք։ Անհրաժեշտ է լինելու 1 ձու, 250 մգ գորգա, հասունացած դրոշ, կես սուրճի բաժակ բուսագող, 50 մլ գոլ ջուր, 1 ճաշի գտած աղ եւ ալյուր։ Ալյուրը նախապես արդեն մաղել եմ։ Խառնելուց հետո ստանալու ենք այսպիսի խմոր, տեսեք կպչուն ինչ որ չափով։ Այն շատ չենք հագեցնելու ալյուրով, վերջ թողնելու ենք հասունանա։ Շուկի համար սոպերատ ենք անում, նաև ավելացնում ենք սունկը։ Ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի փոքրինչ սունկը իր սոկը տա եւ նստի։ Ավելացնում ենք սխտոր։ Սև բիբար եւ կանաչի։ Խառնում ենք եւ անջատում։ Արդեն հասունացած խմորը կրկնակելուց հետո տարածում ենք մեր միջուկը ամբողջությամբ։ Այսպես։ Պատրաստ է։ Թելի օգնությամբ թելը անցկացնում ենք տակի հատվածով։ Տեսեք, այսպես կտրում ենք։ Ահա, եւ այս դիրքով ենք դնելու։ Կտրում ենք եւ միանգամից տեղափոխում ենք թավայի մեջ։ Կարկանդակները հասունացել են, վրան ձվի դեղնուց ենք քսում։ Այնուհետև ես լցնելու եմ, ցանելու եմ ավելի շուտ սև եւ սպիտակ քունջուտ։ Եթե սիրում եք, կարող եք դուք էլ անել, եթե չէ, կարող եք թողել հենց այսպես։ Եվ վերջ, տեղափոխելու ենք ջեռոց։ Մեր փքուն կարկանդակները պատրաստ են։ Կարող եք փորձել համտեսել եւ հյուրասիրել։ Եվ եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ։ Իսկ ես ձեզ լավ եմ աղթում։